Հայաստանում խստացվել է վայրի կենդանիների անազատ և կիսազատ պայմաններում պահման նկատմամբ հսկողությունը, արագացվել դրանց ապօրինի ոչ պատշաճ պայմաններում պահելու խնդիրների կարգավորման գործընթացը։ Այս ամենը հատկապես մեր երկրում 2026-ին սպասվող բնապահպանական խոշոր միջոցառման COP17-ին ընդառաջ։ Բնապահպանական խոշորագույն միջոցառում, որի թիրախ կենդանական և բուսական տեսակներն են, պահպանությունն են և էկոհամակարգերն են, և այդ ամբողջ հանրույթ աշխարհի և պետությունները և կազմակերպությունները և հասարակական կազմակերպությունները հրավիրված են Հայաստան քննարկելու այս պահպանության և կարգավորման հետ կապված հարցեր։ Այն բոլոր հասարակական վայրերում, գոտիներում, որտեղ պահվում են վայրի կենդանիներ, պետք է գույքագրվեն, ստուգվեն դրանց օրինական լինելու հանգամանքները, ծագման փաստաթղթերից մինչև թույլտվությունների առկայություն, պահման պայմաններ, որից հետո ըստ Գրիգորյանի կձեռնարկվեն համապատասխան գործընթացներ։ Եթե պետք է բռնագրավել, ապա կբռնագրավեն այդ տարածքներից, եթե ոչ, ապա եթե իրավական հիմքերն առկա են ինչ-ինչ խախտումներ են, ապա պատասխանատվության միջոցների կիրառմամբ կամ պահանջների սահմանմամբ կձգտենք նրան, որ հատկապես հանրային սննդի օբյեկտների տարածքներում գտնվողները ուղղակի չլինեն, դա ոչ միայն կոպի շրջանակներում անհրաժեշտ գործողություն է, դա նաև զուտ մեր հասարակության կրթական և ճանաչողության հետ կապված, իրազեկվածության բարձրացման հետ կապված նաև անհրաժեշտություն է։ Վայրի կենդանիներին ապօրինի անազատ պահելու հետ կապված բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Նախ իրականացվել են վայրի կենդանիների հաշվառման նույնականացման աշխատանքներ։ Հաշվառվել է մոտ 186 վայրի կենդանի, այդ թվում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված վայրի գորշ արջեր, որոնց առանց համապատասխան թույլտվության պահում են անհատներն ու կազմակերպությունները։ Այդ կենդանիները վերցվել են, հանձնվել են համապատասխան վայրի բնության և մշակութային պահպանման հիմնադրամ կենտրոնը, որը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում, շատ պայմանները պահվող կիսազատ պայմաններ են այդ վայրում, Ուրցաձորում պահվողը, արջերի մի մասը հետագայում բաց է թողնվելու վայրի բնություն։ Բոլոր տնտեսվարողները, անձինք, որոնք վայրի կենդանիներ են պահում առանց համապատասխան թույլտվության, ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Վարչական տուգանքը անձանց համար նախատեսված է 150-ից 200 հազար, կազմակերպությունների համար 170-ից 250 հազար դրամ։ Հայաստանում անազատ պայմաններում վայրի կենդանիներ կարող են պահվել միայն շրջակա միջավայրի նախարարության թույլտվությամբ։ Պարտադիր պահանջներ և պայմանները ենթադրում են, որ այն մարդը, ով կարող է ապահովել կենդանու կենսագործունեության համար բավարար մակարդակով կենսապայմաններ, ունենա կնքված պայմանագիր կենդանաբուժի հետ, կենդանաբանի հետ, պետք է ապահովի սանիտարահիգիենիկ և անվտանգության բոլոր պահանջները։ Այս պահանջները շատ խիստ են և դրա արդյունքում այսօր ընդամենը 3 թե 4 կազմակերպություն ունենք, ովքեր ստացել են այս պահման թույլտվությունը։ Մենք ունենք խնդիր, երբ որ վայրի կենդանիներին հանդիպում ենք ռեստորանային համալիրներում, հատկապես Երևանից դուրս մարզային գոտիներում, հաճախ այդ պանդոկատիպի ռեստորաններին որոշակի հատվածներում պահվում են վայրի կենդանիներ։ Կան դեպքեր, երբ կենդանին պահվում է գազալցակայաններին կից հատվածներում։ Օրինակ արջին պահել են փոքր վանդակում, ինչի հետևանքով կենդանին ունեցել է առողջական լուրջ խնդիրներ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի խոսքով քննարկվում է 186 կենդանիներին և թռչուններին պահելու թույլտվության հարցը։ Կռունկ գեղանի, կարմիր բարդ, սև անգղ, թզուկ արծիվ, տափաստանային արծիվ, լամա, աֆրիկյան ջայլամ, բենգալյան ռեզուս մակակա։ Քանի արջ է եղել, որ այս ընթացքում 6 առանձնյակի մասին է խոսքը, մեկը ինչպես նշեցի 4-ը դրանցից գտնվում էին Երևան քաղաքում ավտոտնակների մեջ, մյուսը հանգստյան գոտի էր, որտեղ հանգստյան գոտում պահվում էր արջը երկար տարիներ, մյուսը արջի քոթոթ էր, որը նույնպես եկել էր, այսպես ասած, ցույցված վիճակում։ Խնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքները տեսչական մարմինը շարունակում է, արդեն գիտեն ում մոտ ինչ կենդանի կա, հարուցված են նաև քրեական վարույթներ։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։